Բարև ձեզ հարգելի բարեկամներ, հարևաններ, համագյուղացիներ, հայրենակիցներ։ Ես Մարտին Թովմասյանն եմ Գեղարքունի գյուղից։ Այսօր մենք խոսանք այն ինֆորմացիոն ֆոնի մասին, որը մեզի շրջապատում է։ Մենք իհարկե մի քիչ խոսացել ենք ինֆորմացիոն ապատեղեկատվության մասին, ապա տեղեկատվությունն է, որ ասենք ինչ-որ մի բանի շուրջ, ինչ-որ կոնկրետ ժամանակահատվածում մեզի թյուրիմացության մեջ են գցում կամ մեր կարծիքը փոխվում են տվյալ ինֆորմացիայի նկատմամբ։ Իսկ ինֆորմացիոն ֆոնը նա է, որ մենք ապրում ենք։ Օրինակ, որ ավելի հասկանալի լինի, պատկերացրեք միս եք եփում, կաստուրկի խուպը դրել եք վրեն, ու մի օր այդ մոնդր բանի տակ, կրակի տակ, այդ միսը եփում է։ Եփում է, դաժե մեկ որ ժողովուրդն ասում են, որ դնում ես բանը, առանց ատամ զանել ուտում ես։ Հենց դա այն շրջապատն է, որ այդ միսը ունի, տաք ջուր, երկար ժամկետով։ Ինֆորմացիոն ֆոնը ունի նույն հատկությունը։ Տվյալ հասարակության մեջ, տվյալ պետականության մեջ, այդ ինֆորմացիոն ֆոնը տասնյակ տարիներով մարդկանց շրջապատում է։ Եվ մարդիկ գուպկի նման այդ լրիվ ինչը ընդունում են որպես իրանց։ Յուրաքանչյուր պետությունն ունի ինֆորմացիոն ֆոն, զարգացած, թերի զարգացած երկրների ինֆորմացիոն ֆոնը ուրիշ ցել ունի, մեր նման երկրներում մի քիչ ուրիշ։ Պատկերացրեք, առավոտ հարևաններն իրար ցեն են տալում, հավաքվում են, ասում են հավաքվեք Պողոսի տան մոտ, Պողոսն է շավառ է։ Հարևաններից մեկն ասում, «Տո լավ է սարե Պողոս ջան, էտե շվարարեր ես, մետիկ է կրճան ես տալում, ուտումա ինչ ուզում ես, մի հատ էլ որ սել սարքես, դար ուզես կտանակ բերա ծրի համարյա, բենզին լցել էլ պետք չէ»։ Այն մեկն ասում, «Տամար ժամանակ սկի կրճան տալ էլ պետք չէ, նամեն տեղ էլ կանանչ կա, ծրիկ օգտագործես, ապրես»։ Այն մի հարևանը կես ձենով քթի տակ փնփնթալով ասում, Պողոսից այդքան էլ հազիվ էլի։ Այդ ամեն ինչի մասին, որ Պողոսի կնիկը լսում է, ձեռները տփում գլխին ասում, Պողոս դուք եղիմես մեր խայտարակ։ Պատկերացրեք, ժողովուրդ ջան, ինչ համարձակություն պետք է ունենա Պողոսը, որ ոչ մեկին չասա, աննա այն ինչ որ իրանն է պետք։ Եթե մի օր երկու օր առաջ Պողոսն իրար տան մեջը կես բերան այդ բանի մասին ասեր, որ էշա ուզում առնի, տնից իհարկե թևավորած այդ խոսքերը դուրս կեքին, հարևանները, բարեկամները սաղ կիմանի, այնքան կարծիքներ կհայտնին Պողոսին, որ Պողոսն 100%-ով կասեր ժողովուրդ, այդ մեշոկը ես սաղոր շելկու կֆրցնեմ, մինակ էլ բան մի ասեք, էշ չեմ ուզում առնեմ, պետք չենձի։ Ինֆորմացիան դաշտը ստեղծվում են հեռուստատեսության, այսօր արդեն ինտերնետի, արտիստների, իշխանական, ոչ իշխանական այդ լրատվամիջոցների, շատ աղբյուրներ ունի, թերթերը, ժուրնալները, այդ ինֆորմացիոն դաշտը ստեղծվում է։ Մարդը այն կաստուրկի մսի նման, հուզա թե չուզա էփում է այդ ինֆորմացիան դաշտի ազդեցության տակ։ Երբ որ հինգը ուզում է յորղանի հերեսի կտոր առնի, մեկը հավանականությունը մեծ է, որ ինքը առնելու է այն կտորը, որ սաղուր չմիրգուն ասում են այդ մասին։ Գիտեք, շուտով մեր երեխեքը դպրոցները ավարտելու են։ Ծնողների մոտ իհարկե մեծ
մեծ փորձություն է թե ոնց օգնել իրանց երեխեքին, որ նորմալ տեղեր սովորեն, որ իրանց կարողանան կյանքում գտնեն։ Ես կուզենամ ձեզի մյուս հանդիպումին պատմեմ, թե ոնց իմ նմանների վրեն ազդեց ինֆորմացիոն ֆոնը, որ մենք ընտրում էինք մասնագիտություն։ Սովետական միությունում ընձնից մետք է պետերի, ու ընձնից մի քիչ փոքրերի հանդեպ, որոնք սովորել են կախ։ Այսօր այսքանը, մինչև նոր հանդիպում։ Հաջողություն ձեզ։